Պայթում են փուչիկներ, տորթի մեջ գույներ են հայտնվում, հրավառություններն էլ երանք ստանում։ Մեր օրերում երեխայի սեռը մեծամասամբ հենց այս մեթոդներով են ճշտվում։ Կարճ ասած, գենդեր փարթիները դարձել են հայկական իրականության մի մաս։ Բժիշկ սոնոգրաֆիստ Սրփուհի Սեթրակյանը թեև վերջին տարիներին զրկվել է ապրեցնող ու հույզեր առաջացնող «Շնորհավորում եմ, դուք տղա կամ աղջիկ եք ունեցել» լուրը հայտնելու հնարավորությունից, այնուամենայնիվ ուրախ է, որ հայկական ընտանիքներում ևս մեկ տոն է ձևավորվել։ Գենդեր փարթիները, որ հիմա շատ տարածված են, ես շատ ճիշտ եմ ընդունում, որովհետև մեր ժողովուրդը այնքան տխուր օրեր է անցկացրել, այդ յուրաքանչյուր պահը, այն որ իրանք ուրախանում են, սրտի թրթիռ են ունենում, ամբողջ ազգով, բարեկամներով, ընկերներով, ես դա շատ գնահատում եմ, թող մի քիչ ուրախ պահեր ունենանք, այդքան տխուր պահերից հետո։ Իսկ այն պահը, որ ես ընկալում եմ, թե չեմ ընկալում իրանց ուրախության այդ արդյունքները կամ ուրախության այդ պահերը, դա մեկ է ես տեսնում եմ, որովհետև յուրաքանչյուր իր գենդեր փարթին կազմակերպելուց ինձ ուղարկում է, ես վայելում եմ այդ բերկրանքը, որ իրանք տեսնում են։ Ուլտրաձայնային հետազոտության փորձառու մասնագետն անդրադառնում է սեռով պայմանավորված հղիությունների պլանավորմանը։ Հիմա այնքան քիչ է առողջ երեխա ունենալ, առողջ հղիություն վարել եւ սպասել, որ առողջ բալիկը 100%-անոց կծնվի։ Դրա համար եկեք սենց որոշենք։ Տղա թե աղջիկ, ինձ համար, եթե հարց տայեք, ես կպատասխանեի երեխա։ Առողջ եղեք, երեխա ունեցեք, առողջ ծերուն մեծացրեք։ Բայց այն, որ գնում են սեռով պլանավորված արդեն աբորտների, դրան դեմ եմ։ Ժողովրդի մեծ մասը, ոնց որ ես եմ մտածում են առողջ բալիկ ունենան։ Երևի թե դա կապված է նրա հետ, որ դժվարացել է առողջ ծերունդ ունենալը։ Պատկերացրեք, նույնիսկ 3 աղջիկ ունեցողը, որ էլի աղջիկա հղիություն է լինում, ասում է, չէ, ես չեմ կարող գնամ այդ քայլին։ Մասնագետը նշում է, վերջին տարիներին ավելացել են պաթոլոգիաներով ուղեկցվող հղիությունները։ Եվ առաջին տրիմեստրում են հայտնաբերում չզարգացումներ, չգիտես ինչի, թե ներարգանդային ինֆեկցիաներ եւ այլ, դե չեմ կարող մանրամասնել պատճառները, բայց շատ են։ Պատկերացրեք, երևի թե 10 աղջիկներից, ովքեր նոր են ամուսնացրել, 3-ը մի հատ անպայման ինչ-որ բաց թողում են ունենում, նոր հետո շարունակում են ուշադիր լինել, իրանց հղիությունը շարունակել։ Երեխայի սեռը բժշկի համար պարզապես լրացուցիչ տեղեկատվություն է, ասում է Սրփուհի Սեթրակյանն ու հավելում. կարևոր է, թե ինչպես է զարգանում երեխան, սրտի աշխատանքը, ներքին օրգանները, շարժումները։ Գենդեր փարթիները ձևականություն է, թե պարզապես ուրախությունը տարածելու ցանկություն։ Հասարակությունն այս առումով ունի հստակ դիրքորոշում։ Ինքս ունեմ 2 երեխա ու նման բաներ չեմ արել։ Եթե անկեղծ իմ համար նորմալ չէ այդ ամեն ինչը։ Իմ կարծիքով ճիշտ չէ հանրայնացնել էլ այդ ամեն ինչը։ Այդ քո ուրախությունն է, կարաս դու ինքդ քո համար քո մեջ ուրախանաս։ Նորմալ է, բայց փոքր շրջապատով ոչ այսքան մասշտաբային սոցցանցերով, որ շատ տարածում են, ինձ դուրեկան չի։ Ես չեմ ընդունում։ Այդքան նորմալ չեմ համարում, բայց երիտասարդությունը նշում է երևի։ Ուզում են թող նշեն։ Ես չէ, ես դա իմը չի։ Այդպես բարձրաձայն գոռամ իմ երեխայի սեռի մասին։ Այդ երկրորդական բաներ ա, որ ցուցադրում են, տեսեք տղա, աղջիկ, թող ծնողն իմանա, ծնողներն իմանան, ուրախանան իրանց համար։ Յուրաքանչյուր նոր կյանք արժանի է սպասման, սիրո եւ հավասար վերաբերմունքի։ Իսկ թե ինչպես կտեղեկանաք երեխայի սեռի մասին, հավատացեք, այդքան էլ կարևոր չէ։ Գլխավորն առողջ բալիկ ունենալն է։ Սեռով պայմանավորված հղիության ընդհատումների ցուցանիշով Հայաստանը տարածաշրջանում առաջատար է։ 2021-ին հրապարակված գենդերային խզման գլոբալ զեկույցի տվյալներով 153 երկրների շարքում մենք 98-րդ տեղում ենք։ Վրաստանն ու Ադրբեջանը համապատասխանաբար 74-րդ ու 94-րդ տեղերում։ Հայաստանում վերջին տասնամյակներում սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման հետևանքով ավելի քան 80,000 աղջիկ երեխա չի ծնվել։ Հասմիկ Ֆահրադյան, Կարապետ Կարապետյան, Արմալուր։